Բարև ձեզ, այսօր մայիսի 1-ն է աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրը, այս առիթով զրուցելու եմ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Բարև ձեզ։ Կուզեի զրուցենք աշխատանքի խնդրի մասին, զբաղվածության եւ գործազրկության մասին, ինչպես կգնահատեք առհասարակ գործազրկության մակարդակը Հայաստանում, ինչ որ վիճակագրություն կա եւ արդյոք հեշտ է նման վիճակագրություն եւ ճշգրիտ թվեր դուրս հանելը։ Շնորհակալություն հրավերքի համար, նախ եւ առաջ թույլ տվեք շնորհավորել մայիսի 1-ի հետ կապակցությամբ, կարծում եմ բոլորին դա վերաբերում եւ աշխատողներին եւ գործատուներին, վստահաբար այս տոնը ոչ միայն տոնելու այլ խանալու, նաեւ հիշելու ինչ արվել կամ ինչ է նախատեսում անելու առիթ կարելի օգտագործել, ընդհանուր վիճակագրություն ունենում ենք, բարբերաբար դա ուսումնասիրությունների մեխանիզմով արվում, դա արվում է վիճակագրական կոմիտեի կողմից, նաեւ տեղեկատվություն ենք ստանում նաեւ պետեկամուտների կոմիտեի կողմից տվյալների երամսյակային հաշվետվություններ կան, տարեկան հաշվետվություններ ու ըստ այդմ մենք տեսնում ենք միտումները։ Եթե փորձենք ամփոփենք 23-24 թվականների համադրությունը, այս պայծությամբ կարող եմ 24-ի վիճակագրություն ամփոփ ներկայացնել, ապա անցյալ տարի մեր մոտ գործազրկության մակարդակը կազմել է 13.9։ Նախորդ տարի 23-ին մենք ունեցել ենք 12.4%։ Առաջի հայացքից մենք տեսնում ենք գործազրկության աճ, բայց աշխատաշուկայի վերաբերյալ որևէ դատողություն անելու միայն գործազրկության ցուցանիշով պետք չէ առաջնորդվել։ Այս պարագայում կառաջարկեմ նաև հիշենք աշխատուժի թվականակի մակարդակը հասկանանք ինչ աճ կա թե չկա եւ ինչպիսին է։ Ընդհանուր եթե համեմատենք 23-24-ի հետ, ապա տեսնում ենք, որ ունենք աշխատանքային ռեսուրսի մոտ 81100 հոգուր աճ։ Իսկ ունենք աշխատուժի զուգահեռաբար աճ։ Հիմնականում դա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն են, որտեղ դա այս տվյալները մենք ստանում ենք արդեն Labor Force Survey-ի արդյունքում, դա մշտական բնակչության թվի հաշվարկով արվում, հարցումների միջոցով արվում, եւ այդ վիճակագրությունը ցույց է տալի առաջերտին աշխատանքային ռեսուրսի աճ, որոշակի տատանումներ տնտեսության ոլորտում լինում են կամ նաեւ սեզոնային տատանումներ, բնական այդ ամբողջը ազդել է գործազրկության մակարդակի վրա։ Աշխատատեղերի հետ կապված ես նաև վիճակագրության մեջ տեսել էի թվեր, որ աշխատատեղերը եւս ավելացել են, հետաքրքիր սովորաբար տպավորություն է թե աշխատանք չկա, աշխատատեղեր չկան, բայց պատկերը կարծես թե հակառակն է, այսինքն որտեղ այս բացը մնում, որ ունենք գործազրկություն, բայց ունենք նաև համապատասխան աշխատատեղեր, պատկերը ինչի չի փոխվում։ Պատկերը փոխվում է բոլոր դեպքերում, եթե նայենք մենք շարժվենք 2018-ից սկսենք համեմատել, ու 2018-ը հատուկ եմ նշում, որովհետև 2018-ից սկսվել է նոր մեթոդաբանության կիրառելով վիճակագրությունը հաշվարկվել, այսինքն պատկերը ստանալը, մեթոդաբանական փոփոխություն, դրա համար ռելևանտ է հաշվարկել, համեմատել 18-ից սկսած։ Եթե 18 թվականի ցուցանիշը մեր գործազրկությունը 19 էր։ Բոլոր դեպքերում մենք դրական միտում ունենք, բնական ընթացքում մենք ունեցանք թե պատերազմ, թե ռազմական գործողություններ, նաև բռնի տեղահանվածներ, նաև ռուս-ուկրաինական պատերազմ, որը նույնպես աշխատաշուկայի վրա ուղիղ ազդեցություն գործեց, նաև տնտեսության վրա տարբեր թվարկած գործոններ արդեն ունեցել են իրենց թե դրական որոշ դեպքերում, թե բացասական նաև ազդեցությունը։ Իսկ ինչ վերաբերում աշխատատեղերի առկայության կամ բացակայության, իրականում այդ հարցի պատասխանը մենք տվեցինք ռազմավարական փաստաթղթում, որը անցյալ տարի դեկտեմբերին ընդունվեց։ Առաջերտին մենք փորձել ենք հասկանալ որտեղ ինչպիսի ռեսուրսներ ունենք, մարդկային ռեսուրսներ, աշխատանքային, եւ ինչն է պատճառը, որ չեն մասնակցում կամ խնդիր ունենք զբաղվածության հետ, ցենց ձևակերպենք։ Առաջերտին ամենախոշոր բանը դա մեր մոտ գործազրկություն մեր մոտ ցիկլիկ է, այսինքն բացի ցիկլիկություն, նաև համակարգային խնդիր կա, դա խզվածություն աշխատաշուկա կրթություն, նաև մարզային համաչափ զարգացության խնդիրը կա։ Ու այդ այս պատճառով նույն ռազմավարության մեջ, որ մենք քաղաքականությունը մշակելիս ներդրել ենք երկու մոտեցում՝ առաջարկ պահանջարկի ու ամենակարևորը զբաղվածության խնդիրը առանձին չի կարելի դիտարկել եւ լուծել տնտեսությունից տարանջատված տնտեսության համաչափ զարգացումից, որովհետեւ ըստ էությամբ ցավոք սրտի այս պայծառությամբ մեր մոտ շատ են կենտրոնացումները տնտեսական տարբեր ձեռնարկություններ կենտրոնացած են Երևանում, ինչը տեղին չէ։ Եվ ըստ էության ռազմավարական փաստաթղթում հենց դրա շուրջ անդրադարձում ենք եւ քայլեր, միջոցառումներ, որոնք ուղղված են եւ տնտեսության աջակցելու, նաեւ արդեն աշխատողներին, ապագա աշխատողներին։
Ինչ որ թվեր կան, թե որքան մարդու ռեսուրս չօգտագործում ամենավերջին թարմ թիվը եւ որ խմբերն են այդ թիրախում կամ աշխատանքային շուկայի որ ոլորտներն են, որ մասնագետների պակասում են հատկապես։ Մի կարևոր բան մոռացա նշել, դա է մշակույթ աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի մեր մոտ։ Այսինքն երկու խնդիր կա։ Առաջինը մենք մեզ որպես մասնագետ, որպես մարդ ինչպես ենք տեսնում եւ ինչպես ենք ընկալում մեզ աշխատաշուկան ոնց են ընկալելու եւ ոնց են վարձատրվելու։ Այստեղ դիսոնանս կա։ Եվ աշխատանքի նկատմամբ վերաբերում խոշոր խնդիրներից նաեւ այդ մշակույթն է, որ նույնպես զբաղվածության ռազմավարություն անդրադարձել ենք, այդ մշակույթի փոփոխությունը, որտեղ բոլոր դեպքերում մեր մոտ կա տարածված լավ սենց ձևակերպենք իրականում, որ մարդիկ միանգամից ուզում են բարձր աշխատավարձ առանց աշխատանքային փորձի, ցանկալի է որ նման բան լինի, բայց ամբողջ աշխարհի փորձը ցույց է տալի, որ կա կարիերայի աճ, որի զուգահեռաբար նաև աշխատավարձն է աճում եւ համապատասխանաբար տրամաբանություն կա զարգացնելու։ Եթե խոսանք կնենք ձեր հարցը։ Թիրախային խմբերը որ խմբերն են, որոնց ռեսուրսը չի օգտագործվում, եւ նաեւ կարելի է նույն թիրախները առանձնացնել նաեւ աշխատաշուկայի պահանջներում, որ ոլորտներում կա պահանջ։ Զբաղվածության ռազմավարության տեսանկյունից մենք թիրախային խումբ վերցրել ենք 265,000 մարդ։ Թերօգտագործված աշխատուժ։ Դա ամբողջ թերօգտագործված աշխատուժի մոտավորապես 65%-ն է։ Եթե բաժանենք ենթախմբերի, 4 ենթախմբի ենք բաժանել, մեկը չաշխատող չսովորող երիտասարդներն են 18-ից 29 տարեկան, մյուսը կանայք են 30-ից 40 տարեկան, մեկ այլ թիրախային խումբ դա բավական մեծ թիրախային խումբը դա մարզային բնակավայրի բնակչությունն է եւ նաեւ աշխատունակ սոցիալական աջակցություն ստացող քաղաքացիները։ Այս 4 հիմնական թիրախային խումբն են, որոնք այս կամ այն պատճառներով սուբյեկտիվ թե օբյեկտիվ աշխատաշուկայից դուրս են կամ ավելի պոտենցիալ ունեն, ավելի մեծ պոտենցիալ ունեն թվականակային աշխատաշուկայում իրենց դերը գտնել եւ տեղը գտնել։ Բոլոր դեպքում աշխատատեղերը կան, շատ են, զուտ առաջերտին, ինչպես նշեցի, մշակույթի, նաեւ որոշակի տնտեսության ոլորտների զարգացման առանձնահատությունից ելնելով խնդիրներ ունենում։ Եվ ամբողջ ռազմավարությունից 4 թիրախային խմբի շուրջ է կառուցված թե առաջարկի թե պահանջարկի վերաբերյալ։ Այսինքն ինչ է ենթադրում ռազմավարությունը, փորձել օղակ լինել, կապել, թե առաջարկել աշխատանքներ, թե հասկանալ որն է պատճառը, որտեղ է բացը, որ այս մարդիկ դուրս են մնում։ Նայեք, ռազմավարությունը երբ քննարկում ենք մեր միջազգային փորձագետներ, իրականում իրանք նշում են, որ սա զբաղվածության ռազմավարություն չի տեսական իմաստով, ավելի շուտ grow զարգացման ռազմավարություն, որտեղ անադարձ կա նաև տնտեսության ու դա մի գերատեսչության խնդիր չի դրված, իրականում 4-ը խոշոր դերակատարում ունեցողներ կան կառավարությունից, դա աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունը, դա էկոնոմիկայի նախարարությունը, դա կրթությունն է, դա տարածքային համաչափ զարգացման նաև այդ 4 բլոկի պատասխանատուներն են, գործառույթ ունեն։ Եվ այդ տրամաբանությամբ ստե առաջի հարցը ինչպես օգնել տնտեսվարողներին մարզերում ինչպիսի բիզնես զարգացնելու եւ նաեւ աշխատանքային նաեւ մարդկանց թե ինչպես մեխանիզմներ դնել, որ մարդիկ կարողանան հեշտությամբ աշխատաշուկայում տեղ գտնել։ Ու հենց 4 թիրախային խմբի շուրջ է մասին է խոսքը գնում մոդելների, բայց իրականում այդ 4 թիրախին ներազդելու պարագայում բոլոր մնացած մարդկանց էլ կօգնի դա։ Իսկ եթե գանք աշխատաշուկային, այստեղ որ ոլորտներն են, որ պահանջարկը մեծ է, բայց մասնագետներ չկան համապատասխան։ Իսկ հիմա առանձնացնել շատ դժվար կլինի իմ համար։ Ես միտեղ կարդացել էի, որ շինարարության ոլորտն է, որ շատ զարմացել էի այդ դիտարկումից։ Երբ սկզբից գնանք որակավորումներից։ Որակարում ասելով դա որակավորում չպահանջող աշխատանքից մինչև բարձր որակավորում պահանջող բոլոր այսինքն այդ գրադաճեր շրջանակում բոլոր ոլորտներում պահանջարկը կա, բոլոր մասնագիտացումներով, հա, եւ աշխատուժի եւ ֆիզիկական աշխատուժի դա շինարարական ոլորտում նաեւ միջին մասնագիտական կրթություն ունեցողների պահանջարկը շատ մեծ է, նույն շինարարության ոլորտում, բայց ոչ միայն շինարարության բոլոր ոլորտներում տնտեսվարողների մոտ ամենակարևոր հարցը դա որակյալ կադրեր գտնել կամ մարդ գտնել, ում հետ իրենք կարող են աշխատել, զարգացնել եւ համապատասխան որակյալ աշխատուժ ունենալ։ Դուք երիտասարդների խնդրի մասին խոսեցիք, ես կուզեի նաև կանանց մասին խոսենք, հատկապես կանանց, որոնք երեխաներ ունեն եւ ինչ որ չափով զբաղվածություն ապահովել իրենց համար խնդիր է կամ ժամանակային սահմանափակում է, այստեղ մեր օրենքը արդյոք ստարժանվույն օգնող է կամ աջակցող է, որպեսզի կանայք կարողանան շարունակել եւ լինեն ներգրաված աշխատաշուկայում։ Ոստե ոչ միայն օրենքի խնդիրը, այլ նաև ինֆրաստրուկտուրայի խնդիրը։ Եթե
երեխա ունեցող կնոջ համար ամենամեծագույն խնդիրը երեխային հնարավորություն տալ որևէ տեղ, այսինքն դա մանկապարտեզ, նախակրթարան, ինֆրաստրուկտուրայի զարգացման խնդիր, նույն հաջողություն դրա այս պատճառով մենք ունենք անդրադարձ նույնիսկ զբաղվածության ռազմավարության այդ խնդիրների լուծման։ Հաջորդիվ խնդիրը նաև ունենք, որ 30 տարեկանից հետո, երբ որ երեխան արդեն որոշակի տարիքի է եւ արդեն դպրոց է գնում, կինը վերադառնում աշխատաշուկա։ Այն գիտելիքներ, որ ինքը բարձրագույն ստացած, մեր մոտ բարձրագույն ստացած ակրթություն ստացած քաղաքացի մեծ մասը կանայք են, բայց իրանք երբ որ վերադառնում են աշխատաշուկա 30 տարեկանում, արդեն խնդիր ունեն, խնդիրը դա գիտելիքները արդեն նոր պահանջներին չեն համապատասխանում, համապատասխանաբար իրանք կամա թե ակամա, եթե ցանկանում են աշխատանք գտնել, գտնում են ավելի ցածր որակավորում պահանջող, ցածր վարձատրություն պահանջող եւ բնականը դա հետևանքով արդեն մենք ունենում ենք նաեւ աշխատավարձերի խզվածություն։ Դրա այս պատճառով մենք հենց թիրախնդրել ենք 30 տարեկանից սկսած կանանց աջակցության առանձին ծրագիր։ Բոլոր դեպքերում ոչ միայն 30-ից 40 կանրադարձ, նաեւ եթե խոսում ենք չաշխատող սովորողների, բոլոր դեպքում այնտեղ կա կանրադարձ եւ համապատասխան ծրագրեր կան։ Եվ նաև արդեն մարզային բնակավայրերի եւ նպաստառուների մասին, երբ որ խոսում աշխատունակ նպաստառուների, առանձին մոդուլներ կա։ Ընդհանրապես նաև ստե միջոցառումներ, որ մենք նախատեսել ենք, դա ուղղված են ոչ միայն աշխատող լինելու, այլ նաև ձեռներես լինելու։ Այդ մոդուլներ ունենք, համապատասխան մոտեցումներ ունենք։ Մյուս խումբը, որ էլի շատ հետաքրքրում է ինձ, տարեցներն են, քանի որ մենք ծերացող բնակչություն ենք համարվում, արդյոք իրենց ռեսուրսը համապատասխանաբար օգտագործվում է թե ոչ եւ եթե չեմ սխալվում, ինչ որ օրենսդրական փոփոխությունների մասին են խոսում, որակավորումներ տալու, ինչ որ գնանք ամենախորքը։ Բոլոր դեպքերում զբաղվածության ռազմավարությունը ինքը կտրված չի դեմոգրաֆիա ռազմավարություն, ժողովրդագրության ռազմավարություն հիմնական ժողովրդագրական պատկերի մասին։ Երկու փաստաթուղթ ուղղակի կապված են իրար հետ։ Եվ տարես սերունդների զբաղվածության խնդիրը նաև անդրադարձ կա նաև դեմոգրաֆիայի ժողովրդագրության ռազմավարությունում, առանձին active aging-ի քաղաքականությունը, որը ըստ էության կարևոր է։ Առաջի քայլերից, որ մենք արեցինք, դա օրենսդրական խոչընդոտներից մեկ աշխատանքային գրքում որ կար, հիմք կար աշխատանքային հարաբերություն դադարեցնելու այն բանով, որ երբ քաղաքացին ասում է կենսաթոշակային տարիքի, դա արդեն հիմք էր հանդիսանում աշխատանքային հարաբերություն դադարեցնելու։ Եթե պայմանագրում բնական նման կետ կա, մենք դա համարեցինք առաջինը, որ դա խտրական վերաբերմունք է տարիքի, որտեղ ըստ էությամբ դա որևէ կապ չունի աշխատանքի արդյունավետության, աշխատելու ունակությունների հետ, տարիքային սահմանափակումները ավելին, որոշ դեպքերում եթե ուսումնասիրություն ունենք, մարդիկ, որոնք 65-ից բարձր են կամ 67-ն կարող ավելի լավ աշխատեն կամ 30 տարեկան, այսինքն ըստ որևէ տարիքը սահմանափակում չունի, առաջի խոչընդոտներից մեկը իրավական մակարդակից դահանացիկ եւ առանձին քաղաքականություն դա արդեն ժողովրդագրությունում ունենք մշակած մոտեցումներ, որը կարծում եմ օգուտ կլինեն տարեցները, որ հանգիստ կանան շարունակեն իրեն արժանապատիվ տեղ ունենալ աշխատաշուկայում։ Այստեղ նաև իրավունքների մասին ճիշտ կլինի խոսել, որովհետև կարծում եմ շատեր օրինակ չգիտեն, որ իրավունք ունեն կեսաթոշակից հետո էլ աշխատելու եւ երբ որ գործատուները ասում են չենք կարող ընդունել ձեզ աշխատանքի, իրենք ինչ-որ ձև չեն հակազդում այդ պնդմանը։ Արդյոք իրազեկված են առհասարակ մեր քաղաքացիները իրենց իրավունքներից աշխատանքի հետ կապված։ Գիտեք, իրազեկման process-ը դա ստատիկ չի։ Միշտ բարբերաբար անդրադառնում ենք դրա շուրջ եւ սրվա հարթակներ կարելի է օգտագործել եւ շնորհակալություն արծը բարձրացնել նաեւ առիթը եւս մի անգամ տեղեկացնել դա 5 չէ որոշ աշխատանքներ որոշ մասնագիտություններ ունեն տարիքային սահմանափակումներ այս պայմանությամբ դրանք համարվում են օբյեկտիվ սահմանափակումներ իրանք ընդունեն բայց մնացած պարագայում եթե չկա առանձնահատկություններ ապա նման սահմանափակումը դա արդեն խտրական դրսևորվում է Այդ հիմքով բոլոր դեպքերում գործատուների տրամաբանությունը վերջերս փոփոխվում է, որտեղ կան գործատուներ, մենք խոսում ես ինքը ասում է, ես շատ լավ մասնագետ ունեմ, տարեց 80 անց է, ես ամեն ինչ անում եմ, որ այդ մարդը իրեն լավ զգա իմ աշխատանքի վայրում եւ շարունակի աշխատել, որտեղ նման մասնագետ այլևս չունեմ։ Այսինքն նաեւ գործատուների մոտ կա այդ մշակույթի փոփոխություն, ինչը ինքնին կարեւոր է։ Իսկ ում պետք է դիմի աշխատողը, եթե նման խնդիր է ունենում, արդյոք այդ ինստիտուտները գործում են, հա, չթվենք շատ ամբողջ խնդիրներ, հիմնականում օրինակ պայմանագիր չեն կնքում, արձակուրդ տալու օրերի հետ կապված խնդիրի աշխատանքի չընդունելու, հեռացնելու եւ այլն։ Առանձնացնենք հիմնական 3 ինստիտուտ,
հա, դա մենք կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմ, դա արմիություններն են, եթե կան գործուն արմիություններ, ապա արմիությունների միջոցով կամ առողջապահության աշխատանքի տեսություն, մյուսը արդեն դատական process-ներն են։ Հիմա աշխատում ենք 4-րդ ինստիտուտի վրա, դա արտադատական աշխատանքային վեճերի լուծումն է, որը հնարավորություն տա ավելի արագ լուծել արկա վեճը։ Հաշտարարի մասին ինքը հաշտարար չի, նմանատիպը, բայց ինքը ի տարբերություն անվճար է, ավելի կարճ ժամկետում պետք է որոշումը կայացվի ու իր նպատակը ոչ թե սրել կոնֆլիկտը, այլ գտնել լուծում, որովհետև շատ դեպքերում դատական վճռից հետո աշխատանքային հարաբերություն դադարում են, որքան էլ ինչ էլ դատանը կայացնի, ինքը բոլոր դեպքերում ասում օրինակի համար վերականգնել աշխատանքի կամ անհրաժեշտության պարագայում հետևյալ քայլեր ձեռնարկել։ Դրան չենք ուզում հասցնենք։ Իսկ կշային եւ ժամանակը եւ աշխատանքային հարաբերություն շարունակելու մեխանիզմը եւ բնական ֆինանսապես շահույթ ունեն, որովհետեւ որևէ ծախս չի նախատեսվում։ Նաեւ այդ մոդուլն եք ներդնում։ Ինչ վերաբերում աշխատանքային պայմանագրերի կնքել, չկնքելու վերաբերյալ կամ ավելի վատ բան, որակի բովանդակության մասին խոսանք։ Նաեւ երկրորդ օրինակը չտրամադրելու նման դեպքեր էլ ունենք։ Այդ խնդիրը լուծելու համար մենք ունենք արդեն օրենքում փոփոխություն, թվային պայմանագրերի ներդրումը աշխատանքային, որը բավականին շատ խնդիրներ կլուծի, ինչ կապված աշխատանքային պայմանագրերով։ Որոշ դեպքերում գործատունները չիմանալով օրենսդրական բաժների անօրինական պայմանագրեր են կնքում։ Բովանդակությունը որևէ ձև չի առնչվում։ Դա մեկ խնդիր է։ Երկրորդ օրինակ չտրամադրելը արդեն չի գործելու դրանից հետո։ Երրորդը չստորագրելը եւ հետին թվով ստորագրել պայմանագրերը լինելը անհնարին։ Ինչը գոնե կանխարգելի իրականում սա նպատակը նույն այդ մեխանիզմին է դա կանխարգելելն է։ Եթե մարդը գործատուն եւ աշխատողը տեսնում են հիմնական պահանջներ, որոնք են առնվազն պետք է լինեն, իրենք կարծում են բոլորը նախընտրում են նորմալ պայմանագիր կնքել։ Եվ երկրորդ օրինակը տրամադրել, չտրամադրել, թուղթը կորցրել եմ կամ չեմ կորցրել չկա, որովհետեւ չի լինելու այդ պարագայում արդեն կլինեն թվային պայմանագրեր։ Եվ զրույցը ամփոփենք էլի վիճակագրությանը վերադառնալով, որ մարզում է Հայաստանի, որ գործազրկության ամենամեծ տոկոսն է։ Կարծում եմ Երևանում չի, չէ՞։ Չէ, Երևանում չի, Երևանի կան որ եւ ամենահիմնականում տնտեսվարող աշխատատեղերը կենտրոնացված են ցավոք սրտի միայն Երևանում ավելի շատը։ Բնականը Երևանի մասին չի խոսքը գնում, այլ մարզերի դա կարա եւ դժվարն է մեզ բայդրությամբ իրական թիվը ձեզ ասել։ Ամենավերջին ոնց որ բանով թարմացում։ Եվ Գյումրին կարա, Գյումրին Շիրակ։ Շիրակի մարզը հիմնականում։ Լավ, շնորհակալ եմ շատ։ Հիշեցնեմ, ես զրուցում եի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի հետ ցտեսություն։